Իշխանության քննադատները կալանքի տակ, ընդդիմադիրների դեմ քաջական գործեր, հոգևորականները, նախկին պաշտոնյաները, գործարարները, քաղաքական ակտիվիստները, իրավապահների թիրախում։ Սրանք առանձին դեպքեր են, թե մեկ ընդհանուր պատկեր։ Քաղաքագետներն ասում են, սա արդեն ավտորիտար կառավարման դասական շղթան է։ Իսկ ինչ է ավտորիտարիզմը։ Դա այն երևույթն է, երբ իշխանությունը կենտրոնանում է մեկ քաղաքական ուժի կամ առաջնորդի ձեռքում։ Կառավարությունը ես եմ։ Ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով, ժողովրդի աջակցությամբ կամ էլ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես վարչապետ չի տրվի։ Երբ սահմանափակվում են խոսքի մամուլի ազատությունը։ Եթե դուք ռոբնեք, մենք ձեզ կզացնելու ենք։ Այստեղ մուտք են գործել մի խումբ մարդիկ, ներկայացել են ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ եւ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, ինձ տվել են դատարանի որոշում, որով իրավունք ունեն խուզարկել Արմատ մեդիայի խմբագրությունը։ Որ հոդվածով են դառնում։ Խորհրդանության երկրորդ։ Խորհրդանության երկրորդ։ Երբ ընդդիմությունը հայտնվում է մշտական ճնշման ներքո։ Միջև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանեն Սարի գլխին ցարկած տունը պետքա ծերերի խնամքի կենտրոն դառնա, ինչպես Փեսայի տունը արդեն սեփականություն է։ Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման եւ դպրոցներից ու մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես 300,000 ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար։ Դատարանների եւ պետական այլ ինստիտուտների անկախության վերացումը։ Չի որ Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանի։ Շարքն ըստ մասնագետների երկար կարելի է շարունակել։ Ասում են, սա է Հայաստանի վերջին տարիների իրականությունը։ Իսկ վերջին տարիներին Հայաստանում ավելի հաճախ հնչում է մի հարց. երկրում ժողովրդավարական ինստիտուտներն արդյոք շարունակում են գործել ամբողջ ծավալով, թե իշխանության համակարգում նկատվում են ավտորիտար կառավարման հատկանիշներ։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանի համար այս հարցն արդեն քննարկման թեմա չէ։ Սահմանափակված են այն ժամանակ, երբ որ խոսքի համար մարդուն վերցնում եւ տանում են բանտ։ Սահմանափակված ենք ամենակարևորը, ասել ճշմարտությունը, յուրաքանչյուր ավտորիտարիզմ, յուրաքանչյուր ֆաշիզմ, յուրաքանչյուր դիկտատուրա սկսում է բոլոր երկրներում եւ բոլոր էթնոքաղաքական միավորներում նույնա բովանդակ։ Սկզբից գայթակղում է, սկզբից մարդիկ սիրահարվում են, սկզբից մարդիկ անվերապահորեն հավատում են, հետո մարդկանց հետ զուգահեռ այդ հավատքի դեպի իշխանություն կորստի հետ զուգահեռ բարձրանում են ճնշումները։ Հետընտրական Հայաստանում աղմկահարույց քրեական գործեր են հարուցվել ընդդիմադիր գործիչների, բարձրաստիճան նախկին պաշտոնյաների, հոգևորականների եւ նրանց աջակիցների նկատմամբ։ Իշխանությունը պնդում է, որ բոլոր գործողությունները բացառապես օրենքի շրջանակում են եւ որևէ քաղաքական ենթատեքստ չունեն։ Սակայն ընդդիմությունն ու մի շարք իրավապաշտպաններ հակառակն են պնդում, հայտարարելով, որ իրավապահ համակարգը քաղաքական նպատակներով է օգտագործվում։ Փաստաբանի խոսքով նույն համակարգը կիրառվեց նաեւ ընտրության ժամանակ։ Կարծում ավելորդ է ասել, որ այն ինչը որ տեղի ունեցավ, sense բացահայտ կեղծիքը տեղի ունեցավ մարդկանց աչքի առջև, երբ որ կային օրինակ մոտ 60,000 ձայներ եւ աճ բարարությամբ այդ ձայները վերացան։ Պարզվեց, որ դա ինչ որ ուրիշ տեսակ մարդիկ էին, որոնց ձայնը այդքան էլ կարևոր չէր, էլի այդ անասնաֆերմայի մոտիվներով։ Ահազանգեր են հնչում, որ նախընտրական փուլում արված հարցումներից հետո արդեն հետընտրական փուլում իրավապահներն այցելել են ընդդիմությանն ընտրող քաղաքացիներին ու կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել։ Ըստ մասնագետների, սա ավտորիտարիզմի դասական դրսևորում է։ Ըստ քաղաքագետի ավտորիտարիզմը մեկ օրում չի ձևավորվում, այն ինչպես նշում են, դրսևորվում է աստիճանաբար իրավապահ համակարգի, դատական գործընթացների, քաղաքական դաշտի եւ հանրային խոսքի նկատմամբ վերահսկողության ընդլայնմամբ։
Պատասխանելով հարցին ավտորիտար ենք մենք, թե ավտորիտար չենք, այո ավտորիտար ենք, ու նաև շարունակելով ձեր խոսքը, որ մենք ընտրություն չենք կեղծել։ Մինչև համապետական ընտրությունները իրանք կեղծում էին, հետընտրական կեղծիքներ էին անում։ Այսինքն դու եթե հանդգնում էիր հաղթել իշխանությունների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, քրեական գործեր էին քո դեմ հարուցում։ Վանաձորից մինչև Վեդի, մինչև Գյումրի բազմաթիվ են այդ օրինակները։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանի խոսքով քաղաքագիտության մեջ նոր ձևակերպում է հայտնվել՝ հայկական ավտորիտարիզմ։ Ըստ Աբովյանի դա նեոթուրքական ֆաշիզմն է։ Նեոթուրքական ֆաշիզմի ձևավորումը ենթադրում է միայն մի բան։ Դու պարտավոր ես ենթարկվես այն ընդհանուր գծին, որը մատնանշել է իշխանությունը եւ դրա հետ մեկտեղ դու իրավունք չունես այդ գծից դուրս ընկնես, որովհետեւ եթե դուրս ընկար դու ենթարկվում ես անմիջապես հետապնդումների։ Գրիգորյան Արմենի օրինակը ամենահնչյունն էր։ Մասնագետների մի մասը համոզված է քաղաքական ճնշումների այս շրջափուլը սկսվեց դեռ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորումից, որը Նիկոլ Փաշինյանին քննադատելուց հետո հայտնվեց անազատության մեջ եւ մահացավ դատարանի նիստերի դահլիճում։ Այսօր նրա մահվան տարելիցն է։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։